Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Հնդկաստան, որտեղ մասնակցել է երկու երկրի տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստին, հանդիպել իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Նախարարների ներկայությամբ ստորագրվել են փաստաթղթեր։ Նախատեսվում է նաև Արաղչիի հանդիպումը Հնդկաստանի նախագահի եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ քննարկվելու են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածության աճը։ Հնդկաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Պակիստանի տարածքին հասցված հարվածները եղել են թիրախային եւ Հնդկաստանը չի ցանկանում հետագա սրացում։ Օրեր առաջ Աբբաս Արաղչին պաշտոնական այց էր կատարել նաև Իսլամաբադ, որտեղ եւս քննարկել էր Պակիստան-Հնդկաստան հարաբերությունների ռիսկաթափման հնարավորությունները։ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգը հայտարարել է, որ Սինդուր հակաահաբեկչական գործողությունը դեռևս չի ավարտվել։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն էլ իր հերթին արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Պակիստանի 7 խոշոր քաղաքներում հնդկական անօթաչուների գիրոհները քննարկելու համար։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն էլ հայտարարել է, որ Նյու Դելին մտադիր չէ սրել հակամարտությունը, սակայն կոշտ պատասխան կտա, եթե Իսլամաբադը ռազմական հարձակում սկսի։ Ավելի վաղ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Իսլամաբադը պատրաստ է դադարեցնել Հնդկաստանի հետ ռազմական հակամարտությունը, եթե Նյու Դելին նույնպես համաձայնի դրան։ Ավելի վաղ Հնդկաստանի հետ սահմանից ոչ հեռու պայթյուններ էին հնչել։ Սամաա TV-ի հաղորդմամբ ոչնչացվել է հնդկական անօթաչու։ Ոստիկանության աղբյուրները հաղորդել են, որ օդանավակայանի մոտակայքում ոչնչացված անօթաչուն հետախուզական է եղել։ Հնդկաստանն իր հերթին Պակիստանին մեղադրել է Ջամուի եւ Քաշմիրի վիճելի տարածքի հրետակոծման համար։ Հնդկական բանակը հայտարարել է, որ Պակիստանի տարածքում, ինչպես նաև Քաշմիրի օկուպացված հատվածներում ոչնչացվել են ահաբեկիչների կենտրոններ եւ վերապատրաստման կայաններ։ Ավելի վաղ Պակիստանը հայտարարել էր, որ Հնդկաստանի հարվածների հետևանքով խաղաղ բնակչության զոհերի թիվը հասել է 31-ի։ Իսրայելի եւ Թուրքիայի ներկայացուցիչները այսօր հանդիպում կունենան Բաքվում քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը։ Սա կողմերի բանակցությունների արդեն երրորդ փուլն է։ ԶԼՄ-ների փոխանցմամբ հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի միջնորդությամբ եւ ուղղված է սիրիական հարցի շուրջ Իսրայելի եւ Թուրքիայի միջև լարվածության թուլացմանը։ Նշվում է, որ իսրայելական կողմը մտադիր է կենտրոնանալ անվտանգության ոլորտում երկու առանցքային պահանջի վրա, վերացնել իր սահմանների մոտ թշնամական զինված կազմավորումների ներկայությունը, ինչպես նաև կանխել ռազմավարական զենքի տեղակայումը Սիրիայում, որը կարող է սպառնալ Իսրայելի ազգային անվտանգությանը։ Թուրքական կողմն իր հերթին պահանջում է դադարեցնել իսրայելական կողմի հարվածները Սիրիային։ Թուրք-իսրայելական հարաբերությունները լարվել են Գազայի հատվածում 2023-ին սկսված հակամարտության սրման ֆոնին եւ ել ավելի են սրվել 2024-ի վերջին Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Սիկստինյան կապելայի ծխնելույզից կրկին սև ծուխ է բարձրացել։ Վատիկանում ընթացող կոնկլավի երկրորդ քվեարկության ժամանակ եւս կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալ չի կարողացել համաձայնության գալ նոր Հռոմի պապի ընտրության հարցում։ Առաջին քվեարկությունը տեղի է ունեցել մայիսի 7-ի երեկոյան կոնկլավի առաջին օրը։ Ավանդույթի համաձայն տեղի է ունենում օրական մինչև 4 քվեարկություն, 2-ը առավոտյան, 2-ը երեկոյան։ Հռոմի 267-րդ պապի ընտրության համար քվեարկություններ կանցկացվեն այնքան ժամանակ, քանի դեռ տեխնացուներից մեկը չի ստացել ձայների 2/3-ից ավելին։ Պապընտիր ժողովները, որոնցում ընտրվել են նախորդ 3 քահանայապետները, տևել են 2-ից 3 օր։ Դավիթ Մուրադյան, լուրեր։